Պարոն Հակոբյան, նախ այսօրվա մասին ինչ զգացողություններ, ինչ մտքեր ունեք։ Զգացողությունը նույնն են, ինչ որ յուրաքանչյուր տարի ապրիլ 24-ին մենք եկել ենք ոգեկոչելու մեր անմեղ զոհերի հիշատակը, մարդիկ, որոնք զոհ գնացին միայն նրա համար, որ հայ էին, որ քրիստոնյա էին, որ ուզում էին իրենց տան ապրել, իրենց հայրենիքում ապրել։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը մեզ պետք է հերթական անգամ դաս լինի, որ մենք չպետք է ցեղասպանվենք, ինչ եղավ նաև 20-րդ դարի երկրորդ կեսին, 21-րդ դարի սկզբին, սա պետք է մեր համար վերջնական դասն է, այո, մենք պետք է կանգնենք, մենք պետք է վերջ-վերջո ազգովի հասկանանք, որ մենք չպետք է ցուլվենք, որ մենք չպետք է բնաժնժվենք ու մենք պետք է իրացնենք մեր ապրելու իրավունքը։ Այո, Արցախում եւս տեղ ունեցավ վերջին տարիներին ցեղասպանություն, եւ ցեղասպանության ճանաչումը ամբողջ աշխարհի կողմից պիտի լինի կարևորագույն հանգամանքը, որ մեզ թույլ է տալու ապրելու, գոյատևելու եւ որպես ազգ մեր ողնաշարը ուղղելու ու գնալու առաջ։ Ես մի բանում համոզված եմ, որ Արցախում, որտեղ ես ցեղասպանությունով կապում Արցախում տևնած իրադարձությունների հետ, Արցախում հայ շուչը վերականգնվելու է ու Արցախում հայ բնակչությունը վերականգնել իրավունքները։ Ու մենք մշտապես պետք է պահանջատել լինենք, այո, մենք պետք է ուղիղ նայենք Արարատ լեռանը, նա մեր հայրենիքն է, նա մեր հայրենիքի մեր հատվածն է, ու մենք մշտապես պետք է երազենք, որ օրերից մի օր մենք վերադառնալու ենք մեր հայրենիքում։ Դա պիտի լինի մեր ապրելու հիմնական մոտիվացիան։ Հայազգը դրա համար պետք է ապրի։ Պարոն Հակոբյան, Փաշինյանն այսօրվա իր ուղերձում նշել է, որ արդարության վերականգնման կոչերը անընդունելի են, այսինքն այն կոչերը, որ մենք ասում ենք օրինակ Արարատմիրն է, չգիտեմ, Մանմերն է եղել։ Անկեղծ ասած, ես չեմ ուզում մեկնաբանել այդ մարդու արտահայտությունը, մենք շատ ենք կենտրոնում այդ մարդու վրա, այդ մարդը արդեն ամեն ինչ անցել է, ինչ ասել է, ամեն ինչ իրենից կարելի է սպասի, մի օր ինքը կարա զարթնի, Հայաստանի Հանրապետություն այլևս չկա, բոլորս դառնանք, չգիտեմ, որ երկրի քաղաքացի, այնպես որ չեմ ուզում կենտրոնանք, մենք պիտի շարունակենք պայքարել պահանջատիրության, արդարության համար, համայն հայությամբ, մենք պետք է հասկանանք, որ սա մեր բոլորի սերունդներից, մեր պապերից եկած խնդիրն է, ու մենք այո մեր պապերի արյան, չեմ ուզում ասեմ վրեժը, բայց մեր պապերի արյան արունը չպետք է ուղղակի թողենք, որպեսզի անցնի գնա, որտեղ դա է ապրելու միակ գրավակը, ինչ հրաժարվենք մեր հայրենիքից, հրաժարվենք Սյունիքից, հրաժարվենք հայրենիքի մեկ այլ հատվածի, եւ ես մշտապես ասում եմ, այսօր հենց այդ օրն է Մայրիկ ֆիլմը դիտելուց ուղղակի ուշադրություն դարձրեք, կնիքի պահը, անհայրենիք, այո, եթե այդ մարդը ուզում է, որ մենք լինենք անհայրենիք, ես չեմ ուզում, իմ սերունդները չեն ուզում, ու մենք շարունակել ենք պայքարել հանուն հայրենիքի, ու մենք պայքարել ենք այնքան, մինչև մեր հակառակորդը հասկանա, որ ինքը մեր պետք է այո խաղաղությամբ ապրի, ինքը պետք է ընդունի մեր լինելու գոյությունը, որ սա մեր հայրենիքն է, ու մենք այստեղից ոչ միտեղ չենք գնալու, հանուն դրա պետք է ապրել։ Ու եկեք չկենտրոնանք իր ասած։ Հայրենիքի փնտրեք, այսքանն է մեր հայրենիքը։ Ինքը չարաչած սխալվում է, իմ հայրենիքը նաև սահմանից այն կողմն է, իմ պապերը ապրել Մուշում, այնտեղ է իմ հայրենիքը Արցախում է, իմ հայրենիքը Նախիջևանում է ու ողջ հայկական լեռնաշխարհը իմ հայրենիքն է։ Ու ես իմ սերունդներին նման կերպ եմ դասերակելու, ինքը ինչքան ուզում է դասագրքեր փոխի, ինչքան ուզում է հայոց պատմություն, Հայաստանի պատմություն դարձնի, Աստված իր հետ։ Ես իմ սերունդներին տենց եմ դասերակել ու վստահ եմ, ինքը գնալու է ու Ծիծեռնակաբերդում այսօրը մարդիկ մշտապես լիքնել են, ինչպես այսօր դրա ապացույցը։ Մենք տեսնում ենք ինչքան մարդ է գալիս, այսինքն իր թեզը չի աշխատում։ Մարդիկ գալիս են պահանջատիրության, արդարության գտնելու հույսով։ Դրա համար ենք այսօր։ Նախորդին Հանրապետության հրապարակում Թուրքիայի Դրոշիայում մեր անընդունելի համար իշխանության ներկայացուցիչները ակտիվ գրառումներ են անում այդ մասին։ Ձեր կարծիքը։ Իմ կարծիքը հետևյալն է, դա մշտապես իրականացված ակցիա է եղել մեր գործընկերների կողմից, Դաշնակցության երիտասարդական թևի կողմից։ Ես էլ որպես ուսանող մշտապես նախկինում մասնակցել եմ, ես էլ եմ այդ իմ մի մասնիկն եմ համարում նաև այդ գործողությունը ու ընդհանրապես իմ կարծիքը հետևյալն է, քանի Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը, քանի Թուրքիան չի առերեսվել պատմական իրողության հետ, այո, մենք իրանցից պահանջելու բան ենք եւ այդ ավանդական գործողությունը այո կարծում պետք է շարունակվի, հատկապես հիմա պետք է շարունակվի, որովհետեւ հենց հիմա է մեր երկրում գնում ուրացման, մոռացության քաղաքականությունը։ Այ եթե չլիներ այս իրողությունը, ինչի մեջ մենք ապրում ենք, միգուցե այս հարցին ուրիշ պատասխան տա։ Այո, այսօր վստահ եմ պետք է շարունակվի այդ գործողությունը, աշխարհը պետք է հասկանա, որ հայը քնած չի, հայը զարթնում, հայը պայքարել է իր իրավունքների համար։